շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը, որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ, պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարող ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպես այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարևոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդը վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնանք տենանք ինչ է իր վիճակը։ Իսկ իր վիճակը նույնն է, էլի չունի հաց։ Ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ եւ չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք։ Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է, եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ոնց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը, ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները, կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, Աստված չանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած այն դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թեքիտ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության, որ փուլում այդ պրոբլեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։